Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել է տեղեկություն տալ, թե Վաշինգտոնը ինչ ջանքեր է գործադրում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Նիկոլը ամերիկացին հասմա մեր գերիների հարց ինչ եղավ։ Հիշեցնեմ, օգոստոսին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահն ասել էր, որ պատրաստվում է դիմել Ալիևին 23 քրիստոնյաների հարցով, հավանաբար նկատի ունենալով, որ խնդրելու է ազատ արձակել Բաքվի բանտում գտնվող 23 հայ գերիներին։ Տարածված տեսանյութում լսվում է, որ Փաշինյանը Թրամփին խորհուրդ է տալիս չներառել նրանց հարցը, ենթադրաբար ստորագրվելիք համաձայնագրի տեքստում։ Այնտեղ Տրամփն ասեց դու գերիներ ունեք, չէ, ես կարամ այդ հարցով զբաղվեմ, օգնեմ, Նիկոլն ասլեր չէ, պետք չի, բան, то есть հետո ֆրանսիացիել ասլեր, որ ախպեջան, ես նկատի ունեմ, որ պետք չի այս փաթեթի մեջ մի գրեք։ Դա առանձին էլի, վրոջի հիմա տենց է կրուտի տեխնեմ։ Իրա գերիների հարցը գցել է Տրամփի գրպանը։ Տրամփ այդ մասին Խոսած ու այտենց էլ Արցախի հարցներ գցել ռուսների գրպանը։ Հիշում եք, որ այն ժամանակ էլ երբ որ Արցախ կան ռուսները մտան Ստեփանակերտ, Արցախ, ինքը գցեց արդեն ասում ես այդ հարցը տվել եմ ռուսներին։ Ռուսները որ զբաղվեն, ռուսները հետո կանգնավ ասեց Արցախը Ադրբեջանը։ Հավեսով գցում է ուրիշների ջեբերը։ Անասուն գրիչը վերցնել, ասես նախապայմանի մեջ, այսօր հիմա ստորագրում նախաստորագրության մեջ։ Մեր գերիների հարցը կա ոչ թե որ դու զանգես խնդրես, այլ սա պայման է։ Հիմա ասում է, ինչ կա։ Պայմանքի պատկերացնում եք ամերիկացի պաշտոնյաների դեմքը, հայացքը, երբ որ Հայաստանի վարչապետը ասում է, ինչ եք արել մեր գերիների համար։ Ես ինչ կա մեր գերիներից։ Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին։ Ինչ ժուլիկ դեմք։ Եվ արձանագրելով, որ նախագահ Տրամփը ուզում ասի, որ ես զբաղվում եմ էլի գերիներով, որ ինձ էլ այդ հարցը չտակ, թե չէ հարցնում եք գերիներին ինչ եղավ, արատամը չսարքել Նիկոլը։ Հարցնում եք գերիների հարցը ինչ եղավ, ես արդեն Ամերիկային այդ հարցերը գրկեք։ В Бакинском военном суде продолжается рассмотрение уголовного дела гражданина Армении Рубена Варданяна, обвиняемого в преступлениях против мира и человечности, терроризме, финансировании терроризма и других тяжких деяниях. Լսում եք, չէ, ինչ հոդվածներ են Ռուբեն Վարդանյանի վրա գրում terrorism, էսի դատում է ոչ թե Ռուբեն Վարդանյանին, էսի դատում են Հայաստանին։ Ու Նիկոլը սրա մասին բան չի խոսում։ Նիկոլը ստեղ եկել է որպեսզի մեզ հայ ժողովրդից սենց ստորացնի նսեմացնի։